Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Որոշման համաձայն հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարե անցակետը կբացվի հունիսի 12-ից 22-ը մարդասիրական բեռների տեղափոխման համար։ Այս անցակետը չի գործում եւ գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների անցումը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտան շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի», նշել է Էրդողանը։ Ռուսաստանը մեծացնում է ձկան ներմուծումը Հայաստանից ապրանքների վրա սահմանափակումներից հետո Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար։ Այս մասին ասել է Ռոսելխոզնաձորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Մոսկվան նախկինում սահմանափակումներ է սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկու հայկական ընկերությունների։ Մենք հասկանում էինք, որ ստիպված կլինենք սահմանափակումներ սահմանել, դրան հակակշռելու համար մենք բացեցինք այլ երկրներից մատակարարումները, օրինակ իշխանի արտահանման համար մենք մեր ուշադրությունը կենտրոնացրինք Իրանի եւ Թուրքիայի վրա, 10-ին ասել է Դանկվերտը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Դոնալդ Թրամփը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար եւ կասկած չունեմ, որ նրա հետ, որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության եւ հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները», նշել է Թրամփը։ Գիշերն ուժեղ կարկուտ ու հոլտեռատ անձրև է տեղացել Գյումրիում, ինչի պատճառով գրեթե անհանցանելի են դարձել փողոցները։ Համացանցում հրապարակված կադրերից երևում է, որոշ փողոցներ վերածվել են փոքր գետակների։ Աննախադեպ տեղումները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքի մի շարք հատվածներում, տեղումների ինտենսիվությունը հանգեցրել է փողոցների ողողմանը եւ դժվարացրել երթևեկությունը։ Գյումրու քաղաքապետարանի բնակոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։ Կարկուտի եւ սառցաշեշտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1.5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը, նշել է Չադրյանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է անցկացել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանների հետ։ ՌԴԱԳՆ-ն նշել է, ռուսական կողմը ներկայացել էր գնահատականներ այդ երկրների ղեկավարությունների քաղաքականության վերաբերյալ։ Այն բնութագրվել է որպես ապակառուցողական ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Քննարկվել է նաեւ Ռուսաստանի մոտեցումները քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղիների վերաբերյալ։ Շեշտվել է հակամարտության, ինչպես նշվում է, առաջնային պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել պաշտպանական նախագծերում խոստացված ներդրումների բացակայության պատճառով։ Նա հայտարարել է, ֆինանսների նախարարությունը չի ապահովել անհրաժեշտ ռեսուրսները աճող սպառնալիքների պայմաններում։ Հիլին իր որոշումը բնութագրել է որպես խորը ափսոսանքով եւ դժկամությամբ կայացած քայլ։ Նամակում նա ուղղակիորեն քննադատել է կառավարության ֆինանսական քաղաքականությունը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը կոչ է ալ Իրանին եւ ԱՄՆ-ին վերադառնալ բանակցությունների սեղան։ Նա ընդգծել է, կողմերը պետք է վերջնականապես մշակեն համաձայնության տեքստը։ Ֆիդանի խոսքով ռազմական սրացումը ոչ մեկին օգուտ չի բերում։ Նա նշել է, Թուրքիան իր ջանքերը կենտրոնացնում է իրավիճակի կայունացման վրա։ Նախարարը նաեւ ընդգծել է բանակցությունների ավարտի անհրաժեշտությունը։ Գերմանիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Կայ Ախիմ Շեմբախը հայտարարել է, Ռուսաստանի անվտանգության պատկերացումների անտեսումը նպաստել է հակամարտության խորացմանը։ Նրա խոսքով անհրաժեշտ էր հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, ոչ թե անպայման ընդունել այն։ Նա նշել է, հնարավոր էր ավելի լայն դիվանագիտական գործընթաց իրականացնել։ Շեմբախը քննադատել էր ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափի անբավարար օգտագործումը։ Նրա կարծիքով դա կարող էր կանխել ճգնաժամի սրացումը։
ՆԱՏՕ-ի ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը հայտարարել է Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Նա ընդգծել է ԱՄՆ շարունակում է դիտարկել դաշինքը որպես կոլեկտիվ անվտանգության առանցքային գործիք։ Դեսպանը նշել է Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի։ Նրա խոսքով ռեսուրսները սահմանափակ են եւ բեռը պետք է ավելի արդար բաշխվի։ ԱՄՆ-ն ըստ նրա մնում է ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կշարունակեն հարվածել Իրանին հունիսի 12-ի գիշերը։ Նա ընդգծել է գործողությունները շարունակական բնույթ են ունենալու։ Թրամփը նշել է, ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ կհարվածի Իրանին։ Մարիա Զախարովան հայտարարել է, վերջին ամիսներին գրանցվել են ուկրաինական անօդաչուների ներխուժումներ եվրոպական օդային տարածք։ Նա սա անվանել է քաղաքական ինքնախեղում։ Նրա խոսքով Կիևը պարբերաբար հարվածում է Եվրամիության անվտանգությանը։ Զախարովան նշել է, սա արդեն առաջացրել է ճգնաժամեր մի շարք երկրներում։ Նա նաև հիշեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի անօդաչուի հետ կապված միջադեպի մասին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, Ուկրաինան կարող է ստանալ ասոցիացված անդամակցության կարգավիճակ։ Այս ձևաչափը կարող է ներառել մասնակցություն Եվրոպական միության կառույցներին, սակայն առանց քվեարկության իրավունքի։ Նա ընդգծել է նաև Գերմանիայի անվտանգության շահերի կարևորությունը։ Եվրոպական միությունը շարունակում է քննարկել Ուկրաինայի ինտեգրման տարբեր մոդելներ։ Վաղը կդիմենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, պահանջով, որ հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը եւ մանրամասնել։ Մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպիսի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները եւ ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ մեծամասնությունը կորցրած 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3-5 օր չունեցող ուժ է եւ չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Մեկնարկել է մինչև 2 տարեկան երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստների 2026 թվականի հունիսի վճարման գործընթացը։ Այս մասին հայտնել են Միասնական սոցիալական ծառայությունից։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը որդովմունք է հայտնել Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա։ Դեսպանատան հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն, խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված միտումնավոր հարձակման եւ մեծ հաղթանակի նկատմամբ բանարգանքի դրսեւորման փորձի մասին է։ Տեսնում ենք, որ տեղի ունեցածը սուր մերժման է արժանացել Գյումրիի քաղաքային իշխանությունների եւ հասարակության կողմից ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները հստակ գնահատական կտան տեղի ունեցածին, ինչպես նաեւ կձեռնարկեն սպառիչ միջոցներ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման սադրանքների կանխարգելման ուղղությամբ։ Ընտրությունների հետ հաշ չեն, բայց սա մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանության դեմ պայքարում։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ Ընտրությունների արդյունքները բացարձակ ընդունելի չեն ինձ համար, այնինչ տեղի է ունեցել մեր աչքի առջև բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի աննախադեպ ներկայություններ, իրենց լեզվով ասած պատմական զեղծարարություններ։ Սա հասկանալի պատճառներով է, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու եւ դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած, բայց այդ բոլորով հանդերձ ես համարում եմ, որ սա եւս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, նշել է Բագրատ Սրբազանը։ Հունիսի 8-ին վիճաբանություն եւ ծեծկրտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 01:00-ի սահմաններում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից գլուտեալ շրջանի մակերեսի եւ դրսային մակերեսի կտրասակած վերկախտորոշմամբ Երևան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի գյուղերից մեկում խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա ՄՄ-ն եւ 14-ամյա ՆՄ-ն ծեծի են ենթարկել 14-ամյա ՍԴ-ին պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուրճ կտրող ծակող գործիք եւ հարվածել ՆՄ-ի ոտքին պատճառելով մարմնական վնասվածք։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների կողմից ՍԴ-ն հայտնաբերվել եւ տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետեւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական կոմիտե։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանի մի շարք թիրախների վրա, որոնք կապված են օդային պաշտպանության կապի եւ ռազմական հսկողության համակարգերի հետ։ Գործողությանը մասնակցել են ԱՄՆ ծովային հետևակի ռազմաօդային ուժերի եւ նավատորմի ուժերը։ Հարվածները թիրախավորել են երկրի ներսում գտնվող իրանական ռազմական հսկողության միջոցները, կապի համակարգերը, օդային պաշտպանության օբյեկտները։ Վաշինգտոնը պնդում է հարձակման ենթարկված օբյեկտները սպառնալիք են ներկայացել ամերիկյան ուժերի, ինչպես նաեւ տարածաշրջանային ջրերում միջազգային նավագնացության համար։ Հունիսի 18-ից 19-ին կայանալի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշման ավելացման եւ Ուկրաինային աջակցության հարցերը, ինչպես նաեւ եւ մտնտեսության եւ մրցակցության հետ կապված թեմաները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ԵՄ ղեկավարներին ուղղված բացնամակում։ Նրա խոսքով Ուկրաինան կմնա օրակարգի գլխավոր թեմանից, քան հանդիպումը կսկսվի Զելենսկու տեսաուղերձով։ Կոշտան ընդգծել է, առաջնորդները կշարունակեն քննարկել Ռուսաստանի նկատմամբ ճնշումների մեծացման եւ Ուկրաինայի ռազմական աջակցության համակցված մոտեցումը։ Եվրամիության անդամ պետությունները քննարկում են ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի եւ նրա ղեկավարած կառույցի որոշ լիազորությունների փոխանցումը անդամ պետություններին։ Աղբյուրների փոխանցման Փարիզը առաջարկում է սահմանափակել Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի անկախությունը եւ թույլատրել վերահսկողությունը արտասահմանյան պատվիրակությունների նկատմամբ։ Քննարկումների մասնակիցները պնդում են ներկայիս համակարգը չի գործում այնպես, ինչպես պահանջում են ժամանակակից մարտահրավերները։ Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել հնդիկ նավաստիներ տեղափոխող MT Jalvir առևտրային նավը։ Զոհերի կամ վնասների մասին այս պահին պաշտոնական տեղեկություններ չկան, իսկ իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին։ Օմանում Հնդկաստանի դեսպանատունը հայտնել է տեղյակ է միջադեպի մասին եւ համագործակցում է տեղական իշխանությունների հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։ Չեխիայի իշխանությունները հայտարարել են կկանխեն Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ հնարավոր եվրոպական պատժամիջոցների ընդունումը։ Արտաքին գործերի նախարար Պետեր Մացինկայի խոսքով նման քայլերը միայն կուժեղացնեն Բեն-Գվիրի դիրքերը իսրայելական հասարակության մեջ։ Նա ԵՄ գործիչներին կոչ է նույնիսկ չփորձել առաջ մղել պատժամիջոցների նախաձեռնությունը։ Չեխական կողմը կարծում է սահմանափակումները կարող են ընկալվել որպես միջամտություն Իսրայելի ներքաղաքական գործընթացներին եւ ընտրություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թրամփը հայտնել է Իրանի ղեկավարության ներկայացուցիչները զանգահարել են իրեն։ Նրա խոսքով զրույցը տեղի ունեցել իրանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ։ Սպիտակ տունը դեռ չի հրապարակել այս շփումների մանրամասները։ Լիտվայի Սեմը հաստատել է միջազգային կոալիցիային միանալու որոշումը Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Քվեարկության արդյունքում նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 77 падգամավոր, դեմ 11-ը, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել։ Նախատեսվում է առաքելությանը ներգրավել մինչև 40 զինվորական եւ պաշտպանության նախարարության քաղաքացիական մասնագետ։ Բանակի հրամանատար Ռայմունդաս Վայքշնարասի խոսքով առաքելության կազմում կլինեն շտաբային սպաներ եւ ականազերծման մասնագետներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է լիակատար հրադադար հաստատել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև եւ վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցում։ Նա նշել է նավարկության ազատության սահմանափակումներ լուրջ խնդիրներ եւ անկայունություն ստեղծում ամբողջ աշխարհում։ Գուտերեշի խոսքով միջազգային հանրությունը կարիք ունի հրադադար եւ միջազգային իրավունքին համապատասխան նավարկության իրավունքի վերականգնման։ Նա նաեւ զգուշացրել է նույնիսկ լավագույն սցենարի դեպքում նեղուցի փակման հետևանքները կարող են զգացվել ամիսներ շարունակ։ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է ԵՄ առաջնորդները կարող են պաշտոնապես բացել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին գլուխները։ Նրա խոսքով այդ քայլը կարևոր հանգրվան կդառնա երկու երկրների եվրոպական ինտեգրման ճանապարհին։ Կոշտան ընդգծել է գործընթացը կօգնի հաղթահարել երկարատև փակուղին եւ նոր խթան կհաղորդի ԵՄ ընդլայնման քաղաքականությանը։ Միաժամանակ շրջանառվում են տեղեկություններ նոր անդամների համար երկրորդ կարգի անդամակցության հնարավոր մոդելի քննարկման վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սխալ է հասկացել որոշ հարցերում Միացյալ Նահանգների դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Նա նշել է Նեթանյահուն երբեմն սխալ որոշումներ է կայացնում, սակայն շարունակում է մնալ կարևոր գործընկեր Վաշինգտոնի համար։ Վենսը շեշտել է այդ դեպքերում, երբ շահերը տարբերվում են, ԱՄՆ-ն գործելու է բացառապես սեփական ազգային շահերից ելնելով։ Նա հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ինչ հարցում է Իսրայելի վարչապետը սխալ ընկալել ամերիկյան դիրքորոշումը։ Նրա խոսքով Նեթանյահուն ագրեսիվ կերպով պաշտպանում է երկրի շահերը, սակայն դա չի նշանակում, որ Վաշինգտոնը միշտ կհամաձայնի նրա մոտեցումների հետ։ Զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում 3 սպա է մահացել, դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։ Այսօր արդեն քննչական կոմիտեն հայտարարել է, որ հունիսի 10-ին Պաշտպանության նախարարության սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների եւ վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել պայմանագրային ծառայության անցնելու համար, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ մանրամասնել։ Բայց որպեսզի ավելի հստակ լինի, ես բառացիցի դեմ կառավարության որոշումից այս փոփոխությունների եւ լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողությունների մասնակցության ընթացքում ծանր վնասվածքներ եւ վիրավորումներ ստացած եւ զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայության ներգրավելու համար ապաքինման եւ ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում։ Իհարկե այստեղ կունենանք որոշակի հիվանդությունների մասով բացառություններ, որոնք անհամատեղելի են իրականում ծառայության հետ, բայց հիմնական մասը մեր եղբայրների կարող է եւ հնարավորություն ունի ներգրավել ծառայության մեջ Պաշտպանության նախարարությունում։ Իրավակարգավորումը նաեւ նրա մասին է, որ վերջնական որոշումը ընդունում է գերատեսչության ղեկավարը եւ կարող եք օբյեկտիվության մեջ նույնպես վստահ լինել։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, մասնավորապես խոսելով ընդդիմության մանդատների մասին Փաշինյանն ասել է. «Սկզբունքորեն իրենք մանդատ չունենել, որ վերցնեն, եթե որոշեն չվերցնեն, գոնե այնքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ», նշել է Փաշինյանը։ Ապա անդրադառնալով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի տարածած տեղեկություններին, թե Խաչատուր Սուքիասյանը գործարքի առաջարկել Գագիկ Ծառուկյանին իշխանությունների հետ միանալու, ապա Փաշինյանը կոշտ պատասխան է տվել։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, ընտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Արմատ մեդիայի լրագրողը հարց է բարձրացրել, ինչպես է ստացվում, որ ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից առաջ լրատվամիջոց են փակում, գործազուրկ դարձնում մարդկանց։ Հարցին Փաշինյանն անլուրջ պատասխան է տվել։ Եթե արվել է գործողություն, դրա իրավական հիմքը եղել է, որովհետև նաև այդ թվում մենք այսօր հիբրիդային սպառնալիքների հետ ենք առնչվում եւ ֆեյքերի ֆաբրիկաներ կան Հայաստանի Հանրապետությունում եւ իրապահում պարտավորեն այդ թվում ֆեյքերի ֆաբրիկաները հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Քվեարկության օրն էլ ինձ հարցրեցին, անկեղծ ասեմ, չեմ հասցրել նույնիսկ տեղեկանալ, թե ինչի մասին է խոսքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը պատրաստվում է նոր հզոր հարված հասցնել Իրանին։ Ամերիկյան ուժերը կվերսկսեն ռմբակոծությունների եւ շատ կոշտ գործողություններ կիրականացնեն։ Թրամփը նշել է, ԱՄՆ նման քայլի իրավունք ունի։ Վերջինս ընդգծել է Վաշինգտոնի պատասխանը լինելու է վճռական եւ ուժեղ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է Լիբանանի քաղաքացիներին։ Նա հայտարարել է Իսրայելի խաղաղություն է ցանկանում լիբանանցիների համար։ Նեթանյահուն կոչ է արել վերցնել ապական սեփական ձեռքերը միանալ Իսրայելին։ Նրա խոսքով Հեզբոլլահի լուծարումից հետո հնարավորությունները կդառնան անսահման։ Իսրայելի վարչապետը շեշտել է, տարածաշրջանում հնարավոր են նոր զարգացման հեռանկարներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է եղել Իրանի հետ համաձայնագիր կնքելուն։ Նրա խոսքով իրանական կողմը շարունակել է խաբել ամերիկացիներին։ Թրամփը նշել է, նախկինում Իրանը գործ է ունեցել թույլ նախագահների հետ։ Նա կրկին հայտարարել է, Իրանը չի կարող եւ չի ունենալու միջուկային զենք։ ԱՄՆ նախագահի խոսքով իրանական կողմն արդեն համաձայնել է այս սկզբունքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք, որը վերաբերում է Ռուսաստանի շահերի դեմ կատարված գործողություններին։ Օրենքը նախատեսում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում կատարել են նման իրավախախտումներ։ Փաստաթղթումներ արված են պետական մարմիններին վիրավորելու եւ զինված ուժերը վարկապեկելու դրույթները։ Նույնը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հրապարակային կոչերին։ Օրենքը թույլ է տալիս միջոցներ կիրառել անկախ անձի գտնվելու վայրից։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին Հորմոզգան նահանգի ջրային ենթակառուցվածքները ոչնչացնելու մեջ։ Նրա խոսքով ամերիկյան ուժերը դիտավորյալ հարվածել են Սիրիքի կարևորագույն ջրային օբյեկտներին։ Հարձակման հետևանքով ոչնչացվել են 2 ջրամբարներ ընդհանուր 2500 խորանարդ մետր տարողությամբ։ Բաղային հայտարարել է, սա կողմնակի վնաս չէ, այլ հաշվարկված պատերազմական հանցագործություն։ Նա պահանջել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը միջազգային իրավունքի շրջանակում։
Ճապոնիայում Իրանի դեսպան Փեյման Սեադաթը հայտարարել է ԱՄՆ-ն եւ Իսրայելը փաստացի պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմը պարտադրված է եղել Թեհրանին։ Դեսպանը նշել է Հորմուզի նեղուցը նախկինում բաց էր միջազգային ավարկության համար։ Նա պնդել է հենց ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններն են փոխել իրավիճակը։ Նրա խոսքով նեղուցը վերածվել է ռազմադաշտի։ Իրանը հայտարարել է իր գործողությունները կրում են բացառապես ինքնապաշտպանական բնույթ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արձագանքել է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։ Նա նշել է կենսական ենթակառուցվածքների դեմ սպառնալիքները ուժի դրսևորում չեն։ Փեզեշքյանի խոսքով նման հայտարարությունները վկայում են հուսահատության մասին։ Իրանի նախագահը ընդգծել է. «Երկիրը հենվում է իր մասնագետների գիտելիքների եւ կարողությունների վրա»։ Նա կարևորել է ազգային միասնությունն ու համերաշխությունը։ Փեզեշքյանը հայտարարել է. «Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման կամ սպառնալիքի»։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները շարունակվում են։ Նրա խոսքով, եթե Իրանը կրկին հարձակվի Իսրայելի վրա, կստանա ծանր պատասխան։ Կացը հիշեցրել է այն հարվածների մասին, որոնք ըստ Իսրայելի արդեն հասցվել են Իրանին։ Նա ընդգծել է Իսրայելի բանակը պատրաստ է նոր գործողությունների։ Նախարարի խոսքով բանակը կարող է կիրառել հսկայական ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրական հանձնաժողովներում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները։ Վերահաշվարկի աշխատանքները ըստ օրենսգրքի կարգավորումների համաձայն պետք է դադարեցվեն հունիսի 12-ին ժամը 14:00-ին։ Վերջին 2 օրվա վերահաշվարկների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին հայտարարել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը։ Նա մասնավորապես նշել է, սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է եւ նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը լինել ազգային ժողովում, նշել է Իվետ Ատոնոյանը։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի, գինու, բրենդի եւ հանքային ջրի արտահանման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։ Ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվող փոխհատուցումը կտրամադրվի հետեւյալ կերպ՝ ծիրան 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ, շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ։ Հսկող դատախազի թիվը Սայլենի հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ գլխավոր դատախազին եւ հսկող դատախազին ուղղված միջնորդությունները հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Որոշումն ուղարկվել է Արտարադատության նախարարությանն ու Բարաշենք հրեակատարողական հիմնարկ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այս մասին հայտնել է Ամերիկայի հայդատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի կողմից։ Քննարկվել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իսկ այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից 10-ին հայտնել են, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան եւ վերսկսել իր պարտականությունները։ Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի, նշել են նախարարությունից։ Մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, նշում է ՏԱՍ-ը։ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի սպառողական մոտեցումը անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել իրենց քաղաքացիներին, որ առայժմ անհրաժեշտ չէ ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի իրավանդամ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նա նաև նշել է, որ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցն արդեն իսկ արդիական է։ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Ահազանգ երկային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկել եւ քվեաթերթիկը լուսանկարահանել, ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Մարդիկ իրապես վախենում էին ու հակադրված էին տեսանկարահանելու process-ը իրականացնել։ Տեսանյութեր կան, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես ծոցագրպանում 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այլ նախապես են մտել, նշել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում արդեն սպառնալիք են դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար։ Նրա խոսքով Սիրիայի եւ Լիբանանի դեմ հարվածներով Բենյամին Նեթանյահուի կառավարությունը տարածաշրջանը հասցրել է նոր վտանգավոր փուլի։ Էրդողանը նշել է Դամասկոսն ու Բեյրութը Թուրքիայի համար առանձնահատուկ նշանակություն են եւ կապված են պատմական ու եղբայրական հարաբերություններով։ Նա ընդգծել է Թուրքիայի անվտանգությունը սկսում է ոչ միայն սեփական սահմաններից, այլև հարևան երկրների կայունությունից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում կորցրել են գրեթե 1400 զինծառայող։ Գերատեսչության տվյալներով կորուստներն արձանագրվել հատուկ գործողության գրեթե բոլոր ուղղություններում։ Հյուսիսային խմբի պատասխանատվության գոտում կորուստները գերազանցել են 230 զինվորականը։ Արևմտյան, հարավային եւ կենտրոնական ուղղություններում նույնպես արձանագրվել են հարյուրավոր կորուստներ։ Արևելյան խմբի գործողությունների գոտում կորուստները կազմել են ավելի քան 455 զինծառայող։ Դնեպրի ուղղությամբ եւս արձանագրվել են լրացուցիչ կորուստներ։ Ռուսաստանի Պետդուման հայտարարություն է ընդունել Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ։ Փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ին, միջազգային խորհրդարանական կառույցներին եւ տարբեր երկրների խորհրդարաններին։ Դրանում նշվում է Վաշինգտոնը շարունակում է աննախադեպ ճնշում գործադրել Կուբայի վրա։ Ռուս падգամավորների գնահատմամբ տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ սահմանափակումները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։ Նրանք պնդում են այդ քաղաքականությունը միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին։ Պետդուման նաեւ հայտարարել է, ներկայիս իրավիճակը վատթարացրել է Կուբայի բնակչության սոցիալական վիճակը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա Հոսեյն Մալեկին հայտարարել է Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ գործողություններին։ Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է հասկանա, որ Թեհրանը լրջորեն է վերաբերում ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության օբյեկտների եւ այլ ռազմական ենթակառուցվածքների։ Իրանը դրանից հետո հարձակվել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաների վրա։ Մալեկին ընդգծել է Իրանը նախկինում եւս պատասխանել է նման գործողություններին։ Նա ակնարկել է, որ նոր բախումների դեպքում եւս հակահարված անխուսափելի կլինի։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունիսի 11-ին եւ 16-ին կեսօրից հետո 12-ին եւ 14-ից 15-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 11-ից 3-ը 12-ից 15-ին գիշերը եւ կեսօրից հետո 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-ի եւ 12-ի երեկոյան 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։